Այնտեղ կան երկու հոգի, Լյուդվիգ Մկրտչյանը, Ալյոշա Խոսրովյանը, որոնց հետ ես նստել եմ, երկուսն էլ բռնվել են 2020 թվականի, մեկը Ալյոշա Խոսրովյանը հոկտեմբերի 4-ին, Լյուդվիգ Մկրտչյանը հոկտեմբերի 20-ին, 2020 թվականի։ Այսինքն նոյեմբերի 10-ին, երբ որ ստորագրվեց այդ ակտը, այդ ժամանակ նշված էր, որ պետք է բոլորը մինչև այդ ժամանակահատված ընկած գերիները վերադառնային, բայց այդ երկուսին պահեցին։ Մինչև այսօր այդ երկուսը գտնվում են Ադրբեջանի բանտում 20 տարի ազատազրկմամբ, ապօրինաբար, բոլոր դատերը տեղի ունեցել ապօրինի, առանց հիմքերի, բռնի մարդկանց դատել են նույն էլ ես դատարան եմ գնացել, ես ոչ փաստաբան եմ տեսել մինչև դատարան, ոչ ծանոթացել եմ այն մեղադրանքի հետ, որը ինձ առաջադրել են, ոչ մի բանի հետ ես ընդհանրապես ոչ ծանոթացել եմ, ոչ տեղում, աչքերս կապած տարել են, մցրել են դատարան, դատարանում իրենց խոսքը ասել են, հաշվի չեն առել մեր խոսքը ընդհանրապես, բերել գցել են խուց, նորից դատարան, սռոկը տվել են, պատժաչափը իրենց մտածելով ու բերել են նորից խուց։ Այսքան ամբողջ ընթացքը ես պայքարել եմ, ես ասում էի, եկեք մի փաստ ցույց տվեք, ապացուցեք իմ մեղքը, ես տղամարդ եմ ու կկրեմ իմ պատիժը, ես կնստեմ առանց որևէ ցեն հանելու, կնստեմ խելոք, սուս փուս, 15 տարի։ Ասում են, հա, դու մեղք չունես, բայց պետքա մնաս, որովհետև պետքա ձեր պետության հետ մենք լուծենք հարցեր։ Մեզ պետքա, որ քեզ սռոկ տանք, դու նստես այնքան ժամանակ, քանի դեռ հարցերը չի լուծվել։ Բայց մեր կյանքից է գնացել, իմ կյանքից է գնացել այդ 5 տարի, 2 ամիս, 3 օրը, իմ կյանքից, իմ առողջությունից է գնացել։ Հոգեպես մարդիկ ուղղակի չեք պատկերացնի, ինչպիսի տանջան կա, ոչ մեկ չի պատկերացնի։ 2 ամիս ու կես նախնական, երբ ինձ բռնեցին, 2 ամիս ու կես, բոլորն ինձ ասում են, որ ես անհայտ կորած եմ, ու իմ դիակը իմ ընտանիքը փնտրում է, իմ մասին տեղեկություն ոչ մեկ չունի, ու ես չգիտեմ, չգիտեն, ես 4 պատի մեջ, 2 ամիս ու կես դուք պատկերացրել եք իմ հոգեբանական վիճակը, թե ինչ է ես մտածում, որ ինչ կարան իմ հետ անեն, եթե ինձանից ոչ մեկ տեղեկություն չունի ու ես համարվում եմ անհայտ կորած, ինչ ա լինելու իմ վերջը, բայց հաղթահարել եմ, ամեն ինչ հաղթահարել եմ, ամեն ինչ անցել է, ես չեմ ուզում դրան էլ անդրադառնամ, ես ուզում եմ մոռանամ մեսեջը, փակեմ ամբողջությամբ, ու նույն բանը ես հիմա պատկերացնում եմ, այն տղաները, որ հիմա այնտեղ են, այդ ապրումները ամբողջությամբ անցել են ու հիմա այնտեղ, ինչ ապրումների մեջ են նորից, որ մնացին հիմա այնտեղ, հենց հիմա այնտեղ են գտնվում։